impeachment-ի գործընթացի հետ կապված կոնկրետ օրինակ ազգաժողովի նախագահը չեք պես արժան նախագահ։ Ու պատգամավոր, ինքը նաև պատգամավոր, այո։ Ձեր գործունեությունը, ձեր հայտարարությունները ընդդիմադիր պատգամավորներին կոնկրետ թիրախավորված են։ Հիմա այս գործընթացը սկսելուց հետո դուք պատրաստվում եք նաև հատ առ հատ անուն առ անուն անդրադառնալ իշխանականային պատգամավորներին, ովքեր չեն միանալու impeachment-ի։ Անպայման։ Մենք նախ ես համաձայն չեմ ձեր դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավորները մեր կողմից թիրախավորված են։ Ասեմ ձեզ, չէ, ոչ թե իրանք թիրախավորված են, այլ իրենցից, որ գործընթացը իրենք սկսեն, մեր լեգիտիմ ակնկալիքներն ավելի մեծ են։ Դա էլ պայմանավորված է պատգամավորների սկսած impeachment-ը կարող է արդյունք ունենալ։ Օրինակ այդ impeachment-ով Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանությունը։ Որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, մի ուրիշ օրինակ բերեմ։ Վերջերս Հայաստան խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ իրանք նախաձեռնում են հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու հարց։ Այդ օրենքի նախագիծը որպեսզի ընդունվի, պետքա ճիշտ այնքան կողմձայն 54, որքան անվստահություն հայտնելու համար։ Հիմա հարց, իրանք խոսել են ՔՊ-ի պատգամավորների հետ։ Իրանք ունեն արդյոք ՔՊ-ի պատգամավորներից 20 հոգու հավաստիացում, որ նրանք կողմ են քվե։ Եթե չունեն, ինչ իմաստ ունի, որ նրանք հանդես գան օրենսդրական, այդպես որոնի հարց առաջանում, բայց պատգամավորների պատգամավորելու իմաստը ո՞րն է, եթե իրանք ցանկացած նախաձեռնում, չէ։ Հետևաբար եթե չեն կարողանում անգամ մի նախագիծ անցկացնել ցեղասպանության հետ կապված, բայց impeachment ո՞նց են նախաձեռնելու։ Վայ ջան, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, բայց պիտի խնդրեմ թույլ տաք ես իմ մտքերը ավարտեմ, էլի։ Շատ լավ, բայց ես մեկն էլ պատասխանեմ։ Անպայման կպատասխանեմ։ Հիմա այդ տեսանկյունից որ նայես, ոչ մի նախաձեռնություն իմաստ չունի, բայց իմ կարծիքով բոլոր նախաձեռնություններն էլ իմաստ ունեն։ Այսինքն ոչ թե պետքա հաշտվել այս իրողության հետ, ասել իրանք այդպիսին են, իրանք այդպես են, իրանք տենց կանեն։ Ոչ, իրանք սովորական պատգամավոր են, հանրային ծառայող, որ պարտավոր են իրենց պարտականությունները կատարել։ Եվ մենք որպես հասարակություն այդ պահանջը իրանցից ներկայացնել։ Իսկ ընդդիմադիր պատգամավորները ոչ թե թիրախավորված են մեր կողմից, այլ իրանցից մեր լեգիտիմ ակնկալիքը, որ իրանք պետքա սկսեն այդ գործընթացը, ավելի մեծ է, պայմանավորված իրենցից տված խոստումները, որովհետև իրենք ընտրվելուց խոստացել են, որ այդ գործընթացը պիտի անեն։ Դրա համար իրենցից մեր ակնկալիքներն ավելի շատ է, քան Ադրբեջանի մաս չի լինելու։ Խոստացել է, որ Արցախը պիտի փրկեն։ Բայց այդ է էլի։ Ավելի իրատեսական չի պահանջել, որ նաև ընդդիմադիրները մանդատները վայելեն, կան սկսել մի գործընթաց։ Հիմա մենք այս պահի դրությամբ, այսօրվա դրությամբ, մենք ոչ թե ակնկալում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է իրենց մանդատները վայր դնեն, այլ ակնկալում ենք, որ իրենք իրենց մանդատների, ֆունկցիաներից բխող գործողություններ անեն։ Բայց ջան, ձեր հարցը որ կներեք պատասխան, կներեք հեսա Զահարի ջան, ձեր հարցին եք պատասխան։ Հարցը հետևյալն է, որ այն որ ասենք, բա ինչ իմաստ ունի, իրականում տրամաբանական իմաստ չունի, եթե ոչ մի նախաձեռնություն չեն կարող անցկացնել։ Հետևաբար, եթե իրենք նույնիսկ ցեղասպանությունը ճանաչելու, չէ, հերքելը, ժխտելը դատապարտող նախագիծ չեն կարողանում անցկացնել, բայց նախաձեռնում չեն կարողանում։ Հետևաբար ինչ իմաստ ունի առասարակ impeachment-ի նախաձեռնը, հա։ Հիմա եթե պարզվի, որ նրանց որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվում, ապա այո, այդ դեպքում իրենք կարող են նաև այդ որոշումը կայացնել, վայր դնել մանդատները, եթե իհարկե ունեն քաղաքական համոզմունք, որ իրենց փոխարինող են տեխնացուները, որոնք դեռ կան իրենց համամասնական ցուցակներում, նրանք չեն վերցնի մանդատները, այսինքն չի ստացվի այն դեպքը, ոնց որ եղել է 10 ընդդիմադիր պատգամավորների պարագայում, ովքեր իրենց մանդատները վայր են դրել, չէ՞, մենք 10 դեպք ունենք, որ մանդատը վայր է դրել, ուրիշը դառել է պատգամ։ Եթե կա այդպես քաղաքական որոշում, որ բոլոր պատգամավորները եւ պատգամավորների թիվը 107-ից իշնի, այսինքն 101-ից պակաս լինի, դա կարծում եմ խելամիտ որոշում կլինի, որովհետև դրանով ըստ էության մենք այլևս պարլամենտ չենք ունենա, իսկ եթե խորհրդանական երկրում չկա պարլամենտ, ուրեմն չի կարող լինել նաև կառավարություն։ Իսկ ըստ էության դա կլինի կառավարությունը ոչ լեգիտիմ։ Իրենցից հետո կգան Էդմոն Մարուկյանը, Մյուս Բաբաջանյանը։ Չեն կարողան, որովհետև մանդատների բաշխումը կենտրոնական ընտրական հանձնաժողովն անում է մի անգամ ընտրություններից հետո, դա արդեն արվել է։ Պարոն Հասարյան, մենք ոնց ասենք, որ այսինքն հասարակական կազմակերպություն ովքեր են կոչանում պատգամը, ոնց ներկայացնում։ Նամակի հեղինակը, որը ստորագրված է պատգամավորներին, ես եմ որպես Հայաստանի քաղաքացի, բայց մենք այդ նախաձեռնությունը նամակը փոխանցում ենք Արթունեն քաղաքացիական շարժման անունից։ Այսինքն այդ հասարակական կազմակերպության անունից։ Դες գրանցված կազմակերպություն չկա, դա քաղաքացիական շարժում է, որը համախմբում է բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ անվստահություն հայտնելու միջոցով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի։ Եթե չլինի, ներեցեք Զարոյի հարցին պատասխանեմ։ եթե
չստացվի, ինչ է կանելու հաջորդի։ Եթե չստացվի, մենք բոլոր պատասխանները, որ ստանալու ենք, հանրությանը տեղեկացնելու ենք եւ իրավիճակից բխող քաղաքական հայտարարություններ եւ գործողություններ կնախաձեռնենք։ Հիմա մենք մաղացնելու ենք բոլոր 107 նամակներ ազգային ժողովրդին։